Ինչ անել օդային տագնապազդանշանի դեպքում, ուր գնալ եւ որտեղ պատասպարվել։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ քաղաքացիների տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով փրկարարծառայողները շարունակում են իրականացնել իրազեկման աշխատանքներ։ Բաժանվել են մոտ 3000 տեղեկատվական հուշաթերթիկներ, որոնց մեջ ներառված են օդային տագնապի ժամանակ բնականon վարվելակերպի կանոնները, տարբեր իրավիճակներում, եթե գտնվում ենք տանը, դրսում, տարբեր վայրերում, միաժամանակ նաև բոլոր շենքերի նկուղային հատվածների դիմաց, այսինքն առաջի հարկերում փակցված է օդային տագնապի հուշաթերթիկները։ Պետք է հիշել, որ օդային տագնապազդանշանը տրվում է օդային հարձակման դեպքում եւ անհրաժեշտ է պատասպարվել պաշտպանական կառույցներում։ Ազգաբնակության համար պաշտպանական պատսպարման վայր ծառայում են պարզագույն թաքստոցները, որոնց մեջ մտնում են նկուղները, գետնախորշերը, հանքախորշերը, մետրոպոլիտենը, դրանք պարզագույն թաքստոցների ամբողջություն են, որը ցույց է տվել, որ նկուղային հարկերն ամենավտանգ վայրերը հանդիսանում։ Նկուղների պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ փրկարարծառայությունը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Մաքրման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունն ամենամսյա կտրվածքով հավաքագրվում, վերլուծվում եւ ամփոփվում է։ Այդ գործընթացի նպատակը համայնքներում պատրաստվածության ընդհանուր մակարդակի գնահատումն է։ Փրկարարծառայության կողմից մշտապես իրականացվում են տարբեր միջոցառումներ, վստահ լինելու համար, որ բնակչությունը տեղյակ է ինչպես պետք է վարվի ազդանշաններ լսելու դեպքում։ Ներկայումս Երևան քաղաքում տարբեր տարածքներում իրականացվում են փորձարկումներ շչակների, որպեսզի հասկանանք բնակչությունը ինչպես է արձագանքում շչակների միանալու դեպքում։ Որպեսզի շչակի ձայնը խուճապ չառաջացնի, փրկարարծառայությունը նախապես իրազեկում է բնակչությանը օգտագործելով պաշտոնական հարթակները։ Իրական վտանգի դեպքում փրկարարծառայությունն ազդարարում է կապի եւ ազդարարման բոլոր միջոցներով՝ շչակներով ու բարձրախոսներով, հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով ու հեռախոսակապով, այդ թվում բջջային կապի կարճ հաղորդագրություններով։